Եղբայրներ, լսեցեք Տիրոջ ձայնը։ Երեմիա 19:13 Սուրբ Հոգին մարգարեի շուրթերով այսպես է խոսում. «Եվ Երուսաղեմի տները եւ Հուդայի թագավորների տները Տոփեթի տեղին պես պիղծ կլինեն, այն բոլոր տների մասին, որոնց կտուրներին խունկ են ծխել երկնքի բոլոր զորքերի համար եւ թափելու նվերներ են թափել օտար աստվածների». Սա դատաստանի խոսք է, բայց նաև սիրո կանչ, զղջալու, վերադառնալու, սրբվելու։ Փոխեք ձեր ճանապարհները, որովհետև Տերը փնտրում է մաքուր սրտեր։ Ահա թե ինչն է պակասում մեզ՝ ճշմարիտ հավատ եւ հնազանդություն։ Տեսնենք այս վկայությունը։ Ոտքս ու մեջքս ցավում էին այնպես, որ հազիվ էի քայլում։ Ցավը անտանելի էր։ Այստեղ եմ, որովհետև քրիստոնյա քույր ինձ Քույրս, օգնեց։ ինչ վիճակում եք, երբ եկաք այսօր այստեղ։ Հիմա կարող եք քայլել վստահ, առանց հենարանի, Քրիստոսի զորությամբ։ Հիշեցրեք մեզ, ինչպես եք քայլում առաջ, ցավով ու տկարությամբ։ Իսկ հիմա Տիրոջ շնորհով դուք քայլում եք ուղիղ, վստահ։ Հազիվ էի կարողանում դա անել։ Ընկերս ստիպված էր ինձ օգնել։ Հիմա ուղղեք ձեր կեցվածքը, քայլեք դեպի այն կողմ, գնացեք, կիսվեք այդ ուրախությամբ ձեր ընկերների հետ։ Աղոթենք։ Տեր, ընդունիր մեր աղոթքը, քանզի մենք հրամայում ենք չարին, որ հեռանա այս մարդկանց կյանքից Հիսուսի անունով։ Ամեն։